Գավառի հացառատ գյուղի գերեզմանատանը անցյալ տարվա հոկտեմբերին գերեզման փորելու ընթացքում բացվել են հիմնավոր թաղման հետքեր։ Գավառցիները տեղեկացրել են պատմամշակութային արգելոց-թանգարանները եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությանը։ Գիտնականները պեղումներ են սկսել եւ հայտնաբերել են արժեքավոր պատմական իրեր։ Ներկայացնում է խմբային թաղում մեր մարդաբանը ուսումնասիրել է հավաքված մարդաբանական նյութը 5 անհատների կմախքներ կան այնտեղ 4 տղամարդ 1 կին միանշանակ է որ խմբային թաղման տարողության մեջ եղել է կենտրոնական թաղող հանգուցյալ որին ուղեկցող անձնակազմ է դրվել դամբարանում Թե գտածոներից որն է կենտրոնական անձը այժմ դժվար է իմանալ դամբարանում գտած կահկարասին եւ զարդարանքները թույլ են տալիս ենթադրել որ այն թվագրվում է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի կեսով Կարծում եմ, որ մինչև տարի կեսը արդեն ամրակայված եւ վերականգնված կլինեն, իսկ այնուհետև կլրացնեն Վանի թագավորության Ուրարտուի մշակույթի այն հատվածը, որը ներկայացված է Մեծամորում։ Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրեց նաև 2017-ի անելիքները։ Լեհական ֆինանսավորող կազմակերպություններն սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել հայկական պեղումնավայրերին։ 1.5 անգամ ավելացել է ֆինանսավորումը եւ այս տարի պեղումները կկատարվեն նաև գերժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Աղվան Ասոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։